Սիրելի աշակերտներ, մենք այժմ ամրապնդենք մեր ունեցած գիտելիքները։ Տարբերող մեթոդի միջոցով փորձենք ընդհանուր ներկայացնել, ինչ թեմա է քիմիական ռեակցիաներ թեման եւ ինչ են ուսումնասիրում։ Ասեք, տեսնեմ, քիմիական ռեակցիաները լինում էին 4 տեսակներ։ Ապրեք, որոնք են այդ 4 տեսակները։ Այո, շատ ճիշտ եք ասում։ Որ ռեակցիաներն են կոչվում միացման։ Ձիաննա ջան, ասա տեսնեմ նրա։ Միացմանը կոչվում են ռեակցիաները, որոնց ընթացքում երկու բարձր նյութեր փոխանցվում են իրար հետ, առաջացնելով մեկ բարդ նյութ։ Ճիշտ է։ Հիմա միացման ռեակցիաների ընթացքում, եթե ընդհանուր սխեման գրենք, ո՞նց են գրելու։ Անյութ, շարունակեք։ Ճիշտ է։ Ապենյութ, ճիշտ է։ Ապենյութ։ Հիմա քայքայման ռեակցիաներից ներկայացնենք։ Արտակ ջան, ասա տեսնեմ նրա։ Քայքայման ռեակցիան է, որ մեկ բարդնյութը քայքայվում է եւ ստանում է երկու բարդնյութ կամ բարդնյութ։ Ապրեք, տեղակայման ռեակցիաներն են ներկայացնում։ Ասեք տեսնեմ նրա, Սարգիս ջան, ասի։ Տեղակայման են կոչվում բարդ եւ բարդ նյութերի միջև ընթացող ռեակցիաները, որի ժամանակ բարդ նյութի ատոմները տեղակայվում են բարդ նյութի ատոմների հետ եւ առաջացնում մի նոր բարդ եւ մի նոր բարդ նյութ։ Եվ փոխանակման ռեակցիան ներկայացրեք տեսնեմ։ Դավիթ ջան, ասի տեսնենք նրա Մարտիրոսյան։ Երկու բարդ նյութերը փոխազդում են եւ առաջացնում են երկու նոր բարդ նյութեր։ Այո, ճիշտ է։ Ընդհանուր նվագիրը ոնց են գծելու։ Ասի տեսնեք։ Ասեք, միասին CD, առաջանալ է ճիշտ է։ Հիմա 4 քիմիական ռեակցիաների տեսակները ավելի մանրամասն ուսումնասիրելու, ավելի պարզ ներկայացնելու համար օգտագործելու ենք քիմիական նյութեր, որոնց միջոցով կատարելու ենք փորձ եւ Ֆրայերի մոդել մեթոդի միջոցով փորձելու ենք խմբային աշխատանքը իրականացնել։ Բաժանվելու ենք խմբերի, ունենալու եք ընդամենը 10 րոպե ժամանակ, որից հետո ներկայացնելու եք յուրաքանչյուր խումբը մի քիմիական ռեակցիայի տեսակ։ Սիրելի աշակերտներ, ժամանակ ավարտվեց, այժմ պետք է ներկայացնել ձեր կատարած աշխատանքները։ Ֆրայերի մոդել մեթոդը, որը ունի հետևյալ պահանջները։ Առաջին սյունյակում գրում ենք ռեակցիայի սահմանումը։ Երկրորդ սյունյակում գրում ենք ռեակցիայի համապատասխան հավասարումներ, միացման ռեակցիաների համապատասխան հավասարումներ։ Երրորդ սյունյակը փորձ եք կատարելու, ընտրելու եք այստեղ դրված համապատասխան նյութերից, որ նյութերով հնարավոր է կատարել ձեր խմբին համապատասխան ռեակցիայի փորձ։ Կատարելու եք փորձին համապատասխան ռեակցիայի գրառումը գրելու ենք այս սյունյակում եւ վերջում էլ գրում ենք հակաօրինակ այնպիսի ռեակցիա, որը չի պատկանում այս տեսակին։ Հասկացա՞ք։ Հիմա առաջինը ներկայացնելու է հենց միացման ռեակցիաներին համապատասխան խումբը իր համապատասխան պահանջներով։ Ներկայացրեք տեսնեմ, որ ռեակցիաներն են կոչվում Այն ռեակցիաները, որոնց ընթացքում ելանյութերը միանալով կազմում են մեկ բարդ նյութ, վերջանում կոչվում են միացման ռեակցիա։ Ապրես, կարող ես գրել, Արի ջան, դրա արագ գրի տեսնենք։ Միջև արագ գրի, գրեք համապատասխան ռեակցիաների հավասարումներ։ Վարը ջան, արի տեսնեմ դրա։ Արագ գրում ես, կարող ես կրճատել գրել, ոչինչ։ Ասի տեսնեմ ինչ ռեակցիա ես գրում, Վահե։ H2 կրածո 2 H2։ Այո։ Ուրիշ։ Ապրես, հավասարեցնում ես, ճիշտ է։ Ուրիշ էլ ինչ ռեակցիա են գրում։ Ապրես, ինչն է CO2-ը։ Շատ ճիշտ է, ածխաթթու գազը, CO2։ Նստիր։ Հիմա միջև արագ գրի փորձ է կատարենք, Գարմիկ ջան, արի տեսնենք։ Նշված նյութերից, որ նյութերը կընտրենք, որ կարող ենք դրանով կատարել, այո, պղնձի լարը եւ կրակայրիչը, ինչ է կանելու։ Ապրես, ճիշտ է։ Միացման ռեակցիա է։ Այրումը կատարվում է թթվասնի առկայությամբ, չէ՞։ Եվ պղինձը վերածվում է պղնձի։ Այո։ Հիմա տեսնում ենք, որ լարը ինչ է լինում։
սևանում է, այսինքն այդ ռեակցիան պղնձի օքսիդացման ռեակցիան է, ճիշտ է, դիրը տեղ, դու նստիր, տեսնեմ ով կգրի ձեզանից, Հրաչյա ջան, արի տեսնեք, գրի համապատասխան ռեակցիան, ճիշտ է, O2, ճիշտ է, ստանում եմ, պղնձի օքսիդ, ապրես, որն էր պղնձի օքսիդի բանաձևը Հրաչյա, կուպրում օր, ճիշտ է, նստիր, գրենք հիմա մի ռեակցիա, որը միացման ռեակցիայի տեսակ չի, հակա օրինակ, արի տեսնենք Իսոյան, Նարեջան, տեսնենք, որ ռեակցիան ես նոր, արի, H2-on եթե քայքայվում է, ճիշտ է, առաջանում է, գումարած, H2, ճիշտ է, սա ինչ տեսակի ռեակցիա է, հավասարեցրում է, որ տեսակին է պատկանում ես ռեակցիան, այո, քայքայման ռեակցիա է, շատ ճիշտ է, նստիր, ասում ենք երկրորդ խմբին, քայքայման են կոչվում այն ռեակցիաները, ասի շարունակի, որ մեկ բաղնյութից առաջացնում է երկու կամ ավելի բաղնյութ։ Այո, բաց կամ բաղնյութ, մինչև կգրի սահմանումը ռեակցիային համապատասխան միացման քայքայման ռեակցիաներին համապատասխան օրինակներ գրենք, Դավիթ, կարող ես կարճ, հագիր չգրել, Աբուջան, արագրի, ճիշտ է, մի քիչ առաջ գրեցինք այս ռեակցիան, ջրի քայքայման ռեակցիան է, ճիշտ է, ուրիշ օրինակ, բարձր, խոսի ու կալցիումով գումարած CO2, ճիշտ է, այ օրինակ, էլ ինչ օրինակներ կարող ենք Դավիթ ջան բերել, մագնեզիում CO3-ն է, գրի տեսնենք, մագնեզիում CO3-ի քայքայում են ձերով, ապրես մագնեզիումով բարձր ասիդ և առնաղվում է նաև CO2, ճիշտ է, հիմա վերջանյութերը ինչ նյութեր է, բաց թե բարդ, այո, բարդ է, իսկ վերևում առաջին ռեակցիան վերջանյութերը բաց, նստիր, կատարենք փորձը, Դավիթ ջան, եթե ջուրը բացվում է, բայց ածխաթթու գազը պարունակում է, բայց ո՞ր թթուն է նաև, ածխաթ, ածխաթթու, ճիշտ է, եթե ինչ եք համակային ջուրը տեսնում, դեսում եք խցանի մեջ, բաժակ փորձանոթի մեջ, ջուրը մնում է, իսկ ածխաթթու գազը անջատվում է, այս դու շատ ճիշտ է, այս ռեակցիան ոնց կգրենք արտակ, արի տեսնենք, H2 CO3-ի քայքայում ստանա CO2 H2 ապրես, H2 CO3-ը քայքայում է, նորից ասի ու սիրուն ասի արտակ, H2 CO3-ի քայքայում ստանա CO2 գումարած H2 CO2 և ճիշտ է, տեսնում եք CO2-ը անջատվում է, չէ, ածխաթթու մնում է ջուրը, ճիշտ է, նստի, հիմա ասի տեսնեմ հələ համբարձու ջան, Երբ որ մեկ բաղնյութը քայքայվում է, ստացվում է երկու և ավելի շատ կամ բաղնյութ։ Դա որ ռեակցիաներ, այո, քայքայման ռեակցիաներ, բայց պետք է գրենք նաև հակաօրինակ։ Մենք օրինակներ գրեցինք, բայց հակաօրինակը մնացել է։ Գրի տեսնենք, ինչ ռեակցիա կգրես, որ քայքայման չի։ Գումարած C, ստացվում է CH4, չէ՞։ Դա ինչ ռեակցիա է։ Միացման, բայց մենք ներկայացրեցինք որ տեսակը, այո, նստի։ Երրորդ խումբը ներկայացնում է տեղակայման ռեակցիան։ Ներկայացրեք տեսնեմ, որ ռեակցիաներն են կոչվում տեղակայման։ Տեղակայման են կոչվում բազի և բարդնյութերի միջև ընթացող քիմիական ռեակցիաները, որոնց ընթացքում բարդնյութի ատոմներն տեղակայվելով բարդնյութի ատոմներից որևէ մեկի հետ առաջացնելով մինոր բարդ և մինոր բարդնյութ։ Ապրես, արի գրի տեսնենք Սարգիս ջան։ Մինչև Սարգիսը կգրի համապատասխան ռեակցիաների օրինակներ է գրում տեղակայման։ Ասեք տեսնեմ, որ ռեակցիաներն են այդ տեղակայման և ինչպես կարող ենք ռեակցիաները համապատասխան գրել։ Հա, Սարգիս ջան, սահմանումը գրի, արի տեսնենք հրա, արի ջան։ Օրինակ երկաթի և կուպրում SO4-ի ռեակցիան, գրի տեսնենք, տեղում։ Ճիշտ է, ինչ
Նարեկ ջան։ Ֆերումը կտեղակապի ուտումի փոխարեն առաջանա ֆերում։ Այսօչոց բարձր ասի եւ կանջարվի կուպ։ Ճիշտ է։ Լավ, Սարգիս ջան, մի ռեակցիա դու գրի, նստի դու արի։ Մագնիզիում, ճիշտ է։ աղեսալես, մագնիզիում քլոր, երկու, Աղես եւ կանջարվի աշիվ, աղես։ աղասաչի, Ճիշտ է, աղես։ Լավ, ռեակցիա սահմանեցի պարզ է։ Փորձ կատարենք։ Նարեկ ջան, մենք ունենք այստեղ գրված ցինկը, ճիշտ է, ապրես եւ համակրվի լուծույթ, չէ՞։ Հիմա եթե մենք ցինկի մի կտոր, այո, Կանջատվի տեղակալման ռեակցիա եւ տեղի կունենա տեղակալման ռեակցիա։ Դե ցույց տուր, տեսնենք ոնց է ցինկը, տես։ ջրածին Այո, անջատվում է ջրածին գազը եւ մնում է ցինկի քլորիդը։ Արեգ ջան, արես ռեակցիաներ գրի, տեսնենք հələ։ Երեխեք, տեսնում եք ոնց է անջատվում, ցինկը ոնց է անաթթվի մեջ։ Ջրածին գազը, գազի անջատումը նկատեցիք ոնց է անջատվում։ Տեղակալման այս ծխի տեսքով որ դուրս է գալիս, դա ջրածին գազն է։ Եվ լուծույթում էլ առաջանում է ցինկի քլորիդ խաղը։ Տեսնենք ռեակցիա։ Համապատասխան ռեակցիա եւ այստեղ չէ երկուս։ Ապրես։ Գրենք հակաօրինակ, որ տեղակալման ռեակցիաների չի պատկանում։ Այլ տեսնենք ավելի արագացում։ Որ ռեակցիան ես գրում։ H2 գումարած են 2 ազոտն է, չէ՞։ Ճիշտ է։ Առաջանում է հավասարը, ինչ են, ապրես, ամոնիակ, H2։ Ճիշտ է, երկուքն է, տտեղ ճիշտ է, նստի։ Եվ վերջապես ներկայացնենք փոխանակման ռեակցիայի համապատասխան նյութերը, որ ռեակցիաներն են կոչվում փոխանակման, ասեք տեղից տեսնեմ, Հելեթիանա ջան, ասեք։ Երկու պատմությունների միջև ընթացող այն ռեակցիաները, որոնց ընթացքում երանույթները փոխակերպում են իրենց տրամադրիչ մասերը, առաջացնելով երկու նոր պատմություն, կոչվում են փոխանակման ռեակցիա։ Շատ ճիշտ է, գրի տեսնենք սահմանումը։ Մինչև Ձիանան գրի համապատասխան ռեակցիաներից, այլ տեսնենք Սյուզի ջան, գրի տեսնենք ինչ ռեակցիաների է փոխանակման։ Ասի նյութերը տեսնենք եւ ասի եւ գրի։ Լավ, միջև կգրենք, Նարեկ ջան, արի տեսնենք ինչ փորձ կկատարենք այս փոխանակման ռեակցիաներին համապատասխան։ H2SO4-ը ծծմբական թթուն կլցնենք նատրիում OH զույգի մեջ։ Ծածկի նատրիում 2SO4 և կանջատվի ջուր։ Այո, կարող ես գրել ռեակցիան, հələ գրից տեսնենք արագ։ Ճիշտ, նատրիումի սուլֆատ և գումարած ջուր, ճիշտ։ Հիմա գրենք մի ռեակցիա, որը արդեն հակաօրինակն է։ Յաջան, արագ տեսնենք, որը չի պատկանում փոխանակման ռեակցիաներին։ Արագացու տեսնենք։ Մագնեզիում, ապրես, ցեո 3, դա ինչ տեսակ է։ Այլ, միացման ռեակցիա է։ Այսպիսով ամփոփեցինք, հասկացանք, պարզ էր,
Ապրեք, լավ ներկայացրեցինք ձեր աշխատանքը։